Ողջույն, սահմանը անցնում ենք Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ Վառնայի հոգևոր հովիվ։ Բարև ձեզ, օրհնեցեք։ Աստվածօրհն ազար Փարիժ իրար ջան։ Երկար բացակայություն եմ յետք անգամ եւս փորձեցիք ինձ խոսցնել եւ ստացվեց։ Հուսամ, Տեր Արմեն, դե ամենաթարմ նորությունները այն են, որ կաթողիկոսի դեմ գործ է հարուցվել ստորագրություն երկրից չբացակայելու մասին, դատական ակտը չկատարելու վերաբերյալ է։ Մենք հիշում ենք Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, որ դիմել էր դատարան եւ այլն, Մասյացոտ ընդհեմում իր աշխատանքը շարունակելու համար եւ այդ դատական որոշումը չկատարելու մասով է գործը եւ ոչ միայն կաթողիկոսն է անցնում, մի քանի հոգեվորականներ եւս, ու նաեւ այսօր մեկնաբանություն եղավ, որ քանի որ չի կարող երկիրը լքել կաթողիկոսը, ապա Ավստրիայում նախատեսված եպիսկոպոսատ ժողովը այնուամենայնիվ կկայանա, բայց կլինի եպիսկոպոսած հավաք արդեն այդ դեպքում, հա, պարզապես։ Հիմա չգիտեմ տարբերությունը որն է, դուք հիմա մեզ կբացատրեք իհարկե, բայց միջ այդ կաթողիկոսի դեմ քրեական գործը ինքնին արդեն բավականին հետաքրքիր փաստ է։ Այո, սփորքի մեջ սա երկար սպասված մեկ արարք մներ, որ վաղուց պետք է լիներ գդրիչի թեմ, բայց հավանաբար մենք չենք հասկանում, թե ինչ հաշիվներ ունի կառավարությունը կամ երբ է հարմար բահ գտնում, կամ արդյոք ինչ ուրիշ բաներ կան, որոնք մեզ համար ծանոթ չեն եւ նրա համար է տանտալ ընտանում պրոցեդուրը աս իրատեմ քրեական կորձը հարուցելու կամ թե արդյոք միայն սա էր այն քրեական կորձը, որ պիտի հարուցվեր բախտadmամբ այդ մույս քրեական կորձերի, որոնց մասին խոսում էր եւ որոնցից վերջինն էր վարչապետի հայտարարությունը, որ այնտեղ հսկա գումարների լվացում կա, չգիտեմ ինչ կա, այսինքն այս վերջին, այս եղածը, այս քրեական կորձը, որ բացեր են, սա գրեթե աննշմարելի արարքն է, որ կատարեց, բախտadելով այդ մույս քրեական կորձերի հետ, որոնք պետք էր հարուցվեին գդրիչի դեմ, բայց թե մենք չենք հասկանում, կամ ավելի ճիշտ է չենք մտածում, որպեսզի հասկանանք, եւ չենք էլ ուզում հասկանալ, բայց ուզում ենք տեսնել գոնե մի դրական բան, որը կարողանա մեզ մի քիչ մեր մեջի գրագը կամ մեր մեջի անհանգստությունը հանգեցնել, որովհետև ոչ թե միայն ես կերս կարծում եմ, որ ամբողջ հայ ժողովուրդը այս օրերին ապրում է ճգնաժամային իրավիճակը, որովհետև սա ընդհանրապես հաճելի չէ, այս բեդություն, եկեղեցի, այս փոխ հարաբերությունները, այս ասեմ թշնամանքը, որ կա, գիտեք, ես չեմ մեղադրում երբեք կառավարությունը կամ երկրի իշխանությունը, որ այս եթե գոչենք թշնամանք, դա երբեք ես չեմ մեղադրի, որովհետև աշխարհական են, բայց մենք հստակորեն տեսնում ենք եկեղեցու կողմից թշնամանք երկրի իշխանության թեմ, պետականության թեմ, եւ սա սարսափելի է։ Սա սարսափելի է հոգևոր իմաստով։ Դա նշանակում է, որ մենք մերգացել ենք մեր հոգևոր արժեքներից, մոռացել ենք ավետարանը, մոռացել ենք քրիստոնեությունը եւ ուղղակի ընկել ենք հաշիվներ լուծելու այն էլ ում հետ մեր pedagogian հետ դա կատաստրոֆ է եւ ցավալի է, երբ որ մարդը մերգանում է իր բարոյական, հոգևոր եւ ասկային իր արժեքներից։ Հիմա այս քրեական գործին կան, այո, դա հիմարություն է գդրիչի կողմից եղած է, այսինքն չգիտեմ, այս մարդը իրա գողքին մեկը չունի, որ իրեն մի քիչ խրադի։ Այսինքն բոլորս գիտեինք, որ Գևորգ Սրբազանի առնչությամբ դատական հայց է ներկայացվել եւ դատարանը որոշել է, որ ինքը պիտի մնա ընդդեղի առաջնորդ, ծնոր դնորենություն, մինչեւ որ վճիր գայանա։ Եվ մենք եթե սխալ չեմ խոսեցինք այդ մասին, որ ի վերջո եւ որ Գևորգ Սրբազանին պաշտպան չկա, եկեղեցում դատական ադյան չկա, որ իրավունքները պաշտպան։ Նույնիսկ այդ 10 եպիսկոպոսները միադեղ չեն կարողանում ոչ մի ձևով Գևորգ Սրբազանին օգտակար լինել։ Լավ, Գևորգ Սրբազանը իր իրավունքները եւ իր դեմ կատարված անարդարությունը
ում պիտի բարձրացայներ, եթե ոչ մեր երկրի մեջ իշխող, ասենք, թադական ադյաններին եւ այլն, ինչ որ արեց։ Հիմա այս գդրիչին խորհուրդ տվող չեղավ, որ իրան ասե, այ գդրիչ, մի քիչ քո դեղը ծանր նստի, սպասի դես հələ թադական ադյանի ինչ պիտի որոշի, որովհետև ի վերջո դու Գևորգ Սրբազանին գարկալուց անելով դու տքած կլինես ամբողջ թադական համագարկի վրա, եւ դու որ պիտի ժողովրդին քարոզես, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, հնազանդեցեք ձեր իշխանություններին, որովհետև չկա ոչ մի իշխանություն, որ Աստծո կողմից դրված չէ, դու որ դա պիտի քարոզեիր, այսօր ճիշտ նրա հագարակն ես գործում, զանց անելով ավետարանի խոսքը, զանց անելով ասկային եւ պարոյական այդ բոլոր արժեքները, որոնց վրա մենք ապրել ենք, այնպես որ Ասա նվազագույնն էր, որ պիտի աներ թադական համագարկը եւ մեր պետությունը, որ իրաթեմ քրեական կորց հարուցեր, որովհետեւ ինքը այդ իրավունքը չուներ Գևորգ Սրբազանին գարկալույց անելու։ Այդ իրավունքը իրեն չդրվեց նույնիսկ, որ իրեն պաշտոնանք անի կամ իրաթեմից հրաժարեցնի, հերացնի եւ հիմա ինքը ավելի մեծ խալատ է գործում եւ Սրբազանին գարկալույց է անում, այսինքն անդեսում է բոլոր մարդկային եւ բարոյական բոլոր արժեքներ եւ սա նվազագույնն էր, որ պետք է լիներ, բայց ես կարծում եմ, որ մենք միշտ այսպիսի հրաբարակումների մեջ, այսպիսի որոշումների մեջ մենք պիտի տեսնենք երկրորդ երեսը։ Այսինքն ինչքան որ մենք մոդեն ծանոթացանք մեր վարչապետի արած գդրական կամ վճռական քայլերուն, հաճախ ես տեսել եմ, որ ինքը մի ուրիշ հարց է հարաճացնում, բայց խորքի մեջ ինքը ուրիշ հարց է հետապնդում։ Այնպես որ կգարձեմ, որ սա այս քրեական գործը ժամանակավոր մի ասեղ էր գդրիչին, մի մորֆին, որպեսզի ինքը ավելի զորավոր հարվածը հասցներ իրան, եւ չմոռանանք դակամին 2-3 օր առաջ էր, որ վարչապետը ասեց, որ այնտեղ փողերի լվացում կա, մեծ գումարների մասին չգիտեմ ինչ կա, եւ մենք սպասում ենք այդ հարցով իրան քրեական գործ պիտի հարուցեն, բայց տեսեք, մեկ ուրիշ բան հարուցեց, մինչեւ այդ երկրորդ դոսիեն պատրաստ լինի եւ մի անգամայն ուրեմն հրաբարակի եւ արդեն վերջին մեխը խփի գդրիչի ուրեմն թակա։ Վարչապետը նաև նշեց, որ կան տեղեկություններ, որոնք պետք է ճշտվեն, որ փողեր են գալիս, այսպես ասած, եկեղեցու միջոցով, որոնք օգտագործվելու են քաղաքական նպատակների համար։ Սա օրինակ չեք բացառում եկեղեցու կողմից, այսինքն այս եկեղեցում, այս ներկա, այս հոգևոր իշխանության, այս օրերին ոչ մի բան բացառված չէ, ոչ մի բան։ Տեսեք, դակավին մի քանի օրեր առաջ էր այդ մեծահարուստները ինչ որ հայտարարություն արեցին, ի պաշտպանություն գդրիչին եւ այլն, այսինքն հիմա այդ բարերարները կամ այդ մեծահարուստները այդքան հոգս են անում եկեղեցուն եւ գդրիչին, եթե դուք մեկ դոգոս հոգայիք հայ եկեղեցին, մենք այստեղ չենք հասնի։ Պաստորեն դուք մաս եւ բաժին ունեցաք այս եկեղեցու գործանման մեջ, որովհետև դուք այս գդրիչ ինչ որ արեց, դուք ավելիով փող դվեցիք։ Եվ ինքը մարդը ասեց, ինձ համար կարևորը փողն է, ինձ համար Աստված, Քրիստոս, եկեղեցի, կառավարություն, ազգություն ոչ մի բան ոչ մեկ արժեք ունի, եւ այս մարդը լիգդիացավ ծեր շնորհիվ եւ ծեր փողերի շնորհիվ։ Ինչ որ վերաբերում է փողերի լվացման հարցի, այսինքն ես չեմ կարծում, որ Էջմիածինը միակ տեղն է փողերի լվացման։ Ամբողջ աշխարհի մեջ մենք ունենք թեմեր, ունենք առաջնորդներ եւ այլն, եւ երբեք զարմանալի չէ, որ գդրիչը միշտ ուղարկում է իր մարդիկը, որովհետեւ լինեն որոշ երկիրների պերկապեր եւ պերկարատ թեմերի ուրեմն առաջնորդներ, որովհետեւ իրենք այդ վստահությամբ, որոնք իրեն ստացել են գդրիչի կողմից, կարողանան այդ փողերի լվացումը անել։ Եվ ես մի քանի դեպքեր գիտեմ տարբեր երկրներից, որ այդ փողերի լվացումը լինում է։ Հիմա չգիտեմ մեր ժողովուրդը Հայաստանի ինչքանով պիտի հասկանա այս իմ ասածը,
Բայց օրինակի համար այստեղ Եվրոպայում եւ Ամերիկայում, եթե ինչ որ մեկը ուզենա նվիրատվություն անել, ասի Բելգիայի մասին խոսեմ օրինակի համար։ Եթե դու որպես աշխատող, եթե ունես մի հաստատություն, որը դարին ասենք $1 միլիոն բան ունի, շահ ունի, դու ստիպված ես այդ 1 միլիոնից 33% մուծել պետության, այդ շահի 33%։ Սակայն եթե այդ 1 միլիոնից դու 5 միլիոնը նվիրաբերես բարեսիրական մի հաստատության, այդ 5 միլիոնի վրա պետությունը քեզանից դուր չի վեր գալու։ Եվ դու այդ 5 միլիոնը դալիս ես այդ հաստատության աջ ձեռքով, ցախ ձեռքով վերցնում ես այդ 4.5 միլիոն, 450,000-ը, եւ այնտեղ 50,000-ի գործարքի համար դու այդ փողերը ազատած կլինես։ Այսինքն այստեղ այսպես են գործում եւ կան եկեղեցիներ այդ ձևով են գործում դժբախտաբար եւ կան թեմեր, որոնց առաջնորդները նշանակված են գդրիչի կողմեն, այդ ձևով են գործում, այսինքն ուղղակի դարձրել են եկեղեցին լումայափոխության վայր։ Եվ ճիշտ այս օրերին էր եւ այս վիճակին էր հասել հрьяաների մոտ դաջարը եւ որ Քրիստոս ուրեմն տեսավ որ այդ լումայափոխությամբ են սպալվում դաջարի մեջ խեզարանը վերցրեց եւ սարը դուրս դարեց։ Հիմա այսօր Քրիստոս չի գալիս, ինչ անենք հիմա։ Չի գալիս։ Մարդը իր հաշիվներ ունի Աստված եւ իր հարմար ժամանակներ ունի, որ պիտի միջամտի, բայց նրա համար մենք ենք պետք, մարդիկ են պետք, որոնք տեսնելով այս լեմայափոխությունը, տեսնելով այս բղծությունը, ինչ որ մի բան պիտի անեն, որովհետեւ այս բղծությունից ազատեն մեր եկեղեցին, եւ ճիշտ այն է, ինչ որ անում ենք մենք, դուք, 10 եպիսկոպոսները, վարչապետը, ներկա կառավարությունը, այսինքն մենք սրանով ենք հիմա սպանված։ Այս հրեշից պետք է ազատվել, ուրիշ ջար չկա։ Նույնիսկ մենք եթե տանք պիտի արժի մեզ, որ մենք նրանից ազատենք, ոչինչ, ավելի լավ է հիմա, քան երբեք։ Երբ մի քանի քրեական գործով էլի եպիսկոպոսներ անցան, որոնց մուտքը Հայաստանից, ելքը Հայաստանից արգելվեց, ապա եկեղեցականները նշեցին, որ եկեղեցու պրակտիկայում եղել է, նրանք կմասնակցեն եպիսկոպոսատ ժողովին հեռավար։ Հիմա, երբ որ արդեն կաթողիկոսի ելքն է արգելվում Հայաստանից, երկու հարց, նա եւս կարող է մասնակցել այդ ժողովին հեռավար եւ կայացնել որոշումներ, եւ երկրորդը Նաթան arczepiskopos-ը ասաց, որ կաթողիկոսը քանի որ չի լինելու, ապա եպիսկոպոսած ժողով չի լինի, սոսկ եպիսկոպոսած հավաք։ Այստեղ ինչ-որ տարբերություն կա։ Ես ասեմ, որ այս գդրիչի օրով կատարված բոլոր ժողովները ուղղակի հավաք են։ Յանքում գդրիչի եպիսկոպոսական ժողով չի իրականացրել։ Որովհետև եպիսկոպոսական ժողովը պիտի զբաղվի եկեղեցու հոգևոր հարցերով։ Բայց որ եպիսկոպոսական ժողովը զբաղվում է քաղաքական հարցերով, ֆինանսական հարցերով, աշխարհական հարցերով, այն ժամանակ դա այլևս եպիսկոպոսական ժողով չի, դա եպիսկոպոսած հավաք է։ Ուրիշ անուն չեմ ուզում տալ, որովհետև մինչև հիմա ես ուզում եմ դակավին հարգել մեր այս եկեղեցու նվիրաբեդական կարգերը։ Այնպես որ այսինքն այդքան խելք եթե ունիս գդրիչ ջան, բա այս հերավար գաբով անեիր, քանի որ քո եղբայրը այդքան սիրելի չի կարողանում գալ Հայաստան, թող ինքը հերավար գաբով միանար եւ հերավար գաբով անեիք։ Այսինքն որտեղ է խնդիրը։ Ուղղակի իրենք ուզում են, այսինքն ես կարծում եմ իրենք էլ հետին նպատակ ունեն։ Հիմա ինչ է նպատակը չգիտեմ, արդյոք ուզում էին այդ եպիսկոպոսական ժողովին, որ պիտի անեին արտասահման, այս 10 եպիսկոպոսների նկատմամբ ինչ որ մի որոշում կայացնեին, կամ արդյոք որոշում պիտի կայացնեին, որ դեղափոխեն ժամանակավորապես կաթողիկոսական քահը, դեղափոխեն արտերգիր, արդյոք մեր սրբությունները պիտի տանեին, որպեսզի Էջմիածինը զրկեն այն սրբություններից, որին հավատում է հայ ժողովուրդը, օրինակի համար այնտեղ մենք ունենք
Գրիգոր Լուսավորչի աչը, որը Միրոնը նրանով է օրնվում, մենք ունենք ընդեղ ուրեմն այդ եղեքը, որմով Քրիստոսը խոցվեց, եթե չեմ վաճառել, եթե հələ գա, որովհետև մենք դեսանյութներ ունենք, որ Արշակ Խաչատրյանի Վիսկոբոսը ասում է, որ նրա մի մասը նվիրել ենք Մոսկվայի, չգիտեմ, քաղաքապետին, արդյոք մի մասը, մյուս մասը ում են դվել, ուրիշ ինչ են վաճառել, ուրիշ ինչ են նվիրել, մենք չգիտենք, այս մարդիկ ուղղակի թշնամի են հայ եկեղեցու։ Այսինքն մենք ունեցել ենք պատերազմ, ունեցել ենք չար, պատերազմներ բարսիկների դեմ, չգիտեմ ինչերի դեմ, բայց թշնամին այդքան բան չի արել։ Պատկերացրեք նույնիսկ Մոհամմեդը, որ նոր գրոն էր հաստատում եւ որ հարձակվում էին երկի քաղաքների վրա եւ այլն, որովհետեւ մարդիկ սուրով ստիպեն, որ իսլամանան, Մոհամմեդը արգիլեր էր, որ հանգարտ չգբնեք եկեղեցիներին, ու հանգարտ չարգիլեք եկեղեցու զանգակները գոչեն։ Այս մարդը ինչ արհավիրք, որ եկավ մեր գլխին, մի օր զանգակները չհողանչեցին, բայց եւ որ իրա բարերար Սամվելը դարան, Էջմիածնի զանգակները հողանչեցին, երբ որ Աչաբահյանը դարան, զանգերը հողանչեցին, բա այդքան հավատում ես այս զանգերին կամ այդքան հաճելի է քեզ, բա ինչու է որ արավիկներ եկան մեր գլխին, մեր ազգի գլխին, ինչու այդ զանգակները չհողանչեցին։ Արցախի մեջ ուր են քո եպիսկոպոսները, քո առաջնորդները, որոնք ասում էին, որ մինչև վերջին բադը, որ գանկուն մնա Արցախում, ես այդ մադիդակ պիտի մեռնեմ։ Ուրա, մարդը Ամերիկայում բորդաբարերի է գնում։ Այսինքն ես չեմ հասկանում, այդքան մեզ աբուշի դեղ եք դրել։ Այսինքն, օքեյ, դուք մեզ հիմարացրել եք, էշացրել եք դարիներ շարունակ, որ մենք չմտածենք, բայց ախր այդքան չի կարելի, մենք էլ մի քիչ ուղեղ ունենք, այսինքն մեր ժողովուրդն էլ, որ մինչև հիմա ավանտաբահ է, մինչև հիմա խոնար է, ազնիվ է, չի ուզում խոսել, ասում է Աստծո օձյալն է, ասում է չի կարելի հոգեվարականին գտնել եւ այլն, բայց այս ժողովուրդն էլ որ մի օր պիտի հասկանա, որ եղբայր օքեյ մենք քեզ պաշտպանում ենք, բայց մենք էս չենք, մենք ուղղակի ուզում ենք քեզ արիտ տալ, բայց դու այդ բոլոր քո կարմիր քիծերը անցար հերիկայելի։ Բայց ինչ եք ուզում ես եկեղեցուց, չէ՞։ Հələ ինչ եք ուզում։ Եկեղեցի չմնաց, հավատ չթողեցի, ասկը գործանեցի, եկեղեցու հիմքերը գործանեցի, բոլոր բղծությունները գադարեցի, նույնիսկ այդ բան չմնաց որ չարեցիք, ինչ եք ուզում դագավի։ Եղբայր ուզում ես քնալ, քնա, ուզում ես երրորդ ատոր հիմնել, քնա, ուզում ես երրորդ հիմնի, 10-րդ հիմնի, ինչ ուզում ես արա, բայց թող այս կոնե Հայաստանը թողեք էլի, այս հանրապետությունը, որ մեզ հավաքել է, որ այլը մի հատ դեդրակ ունենք մեր ձեռքի մեջ, որ գոչվում է հայկական քաղաքացիություն, որմով հələ մենք հբարտանում ենք, թողեք կոնե սրանից մեզ մի զրգեք էլի, ինչ եք ուզում, զրգեցիք մեզ մեր հոգևորից, զրգեցինք մեզ մեր քրիստոնեությունից, ուզում եք նաև մեզ զրգել մեր ազգայնությունից, մեր pedagoganությունից։ Տեր Արմեն Բուրըն քննարկվում էր այն, որ կաթողիկոսի որոշմամբ նաև եկեղեցու անվան փոփոխություններ տեղի ունեցել Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի մասով, մասնավորապես այնտեղ ավելացել ուղղափառ բառ։ Ձեզ հայտնի են էլի օրինակներ, թե սա եզակի է։ Այո, օրինակի համար Բուլղարիայի օրինակը բերվեց, եւ ես դա նկատեցի մի քանի անգամ նույնիսկ մեր ստատուտը, այս ինչ են ասում, ստատուտ են ասում, չէ՞, ստատուտը հրաբարագեցին մի քանի սայթեր Հայաստանում, եւ ես դա նրանք քաչածանոթ եմ, եւ ես ասեմ, որ այս հարցը բարձրացնելուց առաջ արդեն մենք սպառված էինք այդ հարցով, եւ այդ ուղղափառ անունը մենք վերցրեցինք մեր եկեղեցու անվան արչեվից։ Այստեղ էլ գոչվում էր Բուլղարիայի հայ արաքելական ուղղափառ եկեղեցի։ Եղբայր սա ուղղափառը որ մեկն է։ Այս օքեյ մենք ուղղափառ ենք նրա մասին, այս ուղղափառ աստվածապարական իմաստով մենք ուղղափառ ենք, բայց մենք գոչվում ենք հայ արաքելական եկեղեցի, եւ որ դու արաքելական ես,
արդեն ուղղապար ասելու կարիք չկա, որովհետև առաքյալները նրանցից ավելի ուղղապար կա, եւ որ գոչվում ես առաքելական, ինչու պիտի պերես գծնես այդ ուղղապար անունը։ Ինչու։ Եվ մենք բավական աշխատանք կա, այսինքն ուղղակի ուզում են դա գաբեն ռուս ուղղապար եկեղեցուն։ Դեսեք ռուս եկեղեցին առաքելական չէ, ռուս ուղղապար է, բայց առաքելական չէ։ Օրինակ տողրուսները մտածեին, որ առաքելական դիդղոսը վերցնեն, բայց նրանք չեն գարա, որովհետև առաքյալները չեն քնացել եւ այնտեղ չեն կարոզել քրիստոնեությունը։ Մենք այդ եզակի եկեղեցիներից ենք, որը Քրիստոսի աշակերտները Թադեոս Բարտողոմեոսը եկել են եւ մեզ հիմնել են մեր եկեղեցին, նրա համար գոչվում ենք առաքելական։ Այդ ուղղապարը ինչու է ուզում մեզ գծնել։ Մենք Բուլղարիայում դա վերցրեցինք։ Այսօր նայեցեք մեր ստատուտը գոչվում է հայ առաքելական եկեղեցի եւ վերջ։ Հակառակ որ այդ ուղղապար անունը վերցնելը մեզ շատ վնասներ տվեց։ Այսինքն մենք որպես ուղղապար բաներ ակին շնորհումներ ունեինք պետության կողմէ։ Բայց այդ անունը փոխեցինք եւ մենք այսօր գոչվում ենք Բուլղարիո հայ առաքելական եկեղեցին եւ վերջ։ Շնորհակալ եմ Տեր Արմեն։ Շնորհակալություն ցեզ նույնպես, բարի օրեր։ Զրուցակիցս Վառնայի հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Ամելքոնյանն էր։ Բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը այս տեսանյութի մեկնաբանությամբ բաժնում է։